Մասնավորապես ես կուզենամ հատուկ անդրադարձ կատարել ըստ էության ամենաքննարկվող հարցադրումներից մեկին, մասնավորապես ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման հետ կապված խնդրին եւ նաեւ ազատությունից զրկելիս անձանց նվազագույն իրավունքների երաշխավորման հարցին, որը կարծում եմ շատ երկար տարիներ եղել է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն խնդրահարույց ոլորտներից մեկը եւ այս փուլում այն շարունակում է այդպիսին մնալ եւ ընդհանուր առմամբ ոլորտում ձեռնարկվող քայլերը, որոնց վերաբերյալ մենք ինքներս պարզաբանումներ ենք բազմապիսի ստանում գործընկերներից, ակնհայտ է, որ բավարար չեն եղել երաշխավորելու այս ոլորտի պատշաճ հասցեավորումը եւ սրա հետ կապված խնդիրների բացառումը Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ բազմաթիվ են դեպքերը, երբ առնվազն մեր հաստատության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր են արձանագրվում եւ բնականաբար շատ կարեւոր է այս ոլորտի տեսանկյունից, որպեսզի հնարավորություն ունենանք իրապես հաղթահարելու առկա խնդիրը, որը բնականաբար հասցեավորման մի քանի հնարավոր եղանակներ ունի։ Ես այս փուլում դրան չեմ անդրադառնա, քանի որ ոստիկանության հետ կապված մի քանի այլ խնդիրների եւս կուզենամ անդրադառնալ։ Նախորդ տարվա տեսանկյունից շատ արդիական, բայց մեր ամբողջ հանրապետության պատմության տեսանկյունից շատ արդիական խնդիր հատուկ միջոցների կիրառումը հավաքների ընթացքում, որը եւս շարունակել է եւ շարունակում է դարձյալ բազմապիսի հարցեր առաջացնել ցանկացած հատուկ միջոցի կիրառումից հետո։ Մասնավորապես հանրությանը բավարար տեղեկատվության չտրամադրում հատուկ միջոցների կիրառման, ձևաչափի, կանոնակարգի, գործիքակազմի եւ այլնի հետ կապված, հանրության հետ ոչ պատշաճ հաղորդակցության արկայություն եւ այլն, որի վերաբերյալ ըստ էության նաեւ հրապարակային եմ առիթ ունեցել խոսելու եւ այս խնդիրը կարծում եմ ամենակարևորներից է, որը իրապես պետք է հասցեավորվի։ Կարծում եմ, որ ոլորտում առկա հաջորդ կարևորագույն խնդիրը քրեական հետապնդումների բացակայությունն է իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր ենթադրաբար կարող են կասկածվել, ես բառերը հանրային ընկալման տեսանկյունից հատուկ չակերտներում եմ օգտագործում եւ շատ ավելի հասկանալի բառեր եմ օգտագործում, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման եւ այլ արարքների համատեքստում։ Ըստ էության քրեական հետապնդումների բացակայությունը իրապես հանրային ընկալման տեսանկյունից կասկածներ է հարուցում թե պրոցեսների անկախության, անկողմնակալության, թե դրանց պրոֆեսիոնալիզմի առումով, հետևաբար պատասխանատվության անխուսափելիության խնդրին միանշանակ կարծում եմ պետք է ցուցաբերել առաջնահերթ ուշադրություն։ Շատ կարևոր հանգամանք է նաև նկատի ունենալ, որ ընդհանրապես իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է նաև բավարար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերեն տարբեր խմբերի, մասնավորապես խոցելի իրավիճակում գտնվող խմբերի, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների եւ մի շարք այլ խմբերի նկատմամբ մոտեցումների համատեքստում, որովհետեւ այս մոտեցումները առանձնահատուկ մոտեցումներ են, հատուկ զգայունություն են ենթադրում եւ այս դիտանկյունից մենք պարբերաբար տարատեսակ խնդիրներ ենք արձանագրում իրավասու մարմինների գործողությունների ու գործունեության համատեքստում։ Կուզենամ հատուկ անդրադարձ կատարել նախորդ տարի նաև իմ կողմից բարձրաձայնած խնդրին, կալանքի կիրառման պրակտիկային Հայաստանում, որովհետև ըստ էության այս պրակտիկան, ինչպես նախորդ տարվա տարեկան հաղորդման համատեքստում, այնպես էլ այս տարվա տարեկան հաղորդման շրջանակներում դիտարկվել է որպես համակարգային առումով խնդրահարույց եւ նախորդ տարի դեռևս մենք հատուկ վերլուծություն էինք սկսել իրականացնել դատապարտյալների եւ կալանքի տակ գտնվող անձանց թվի առնչությամբ եւ ըստ էության մեր հետազոտությունները, ուսումնասիրությունները ցույց են տվել եւ դրանք նույն արդյունքները շարունակում են ունենալ նաեւ այժմ, որ Հայաստանում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին հանդիսանում են կալանքի տակ գտնվող անձինք, ինչը ըստ էության միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է, հետեւաբար համարում եմ, որ այն խնդիրները, որոնք ըստ էության նախորդ տարի ենք արձանագրել եւ դրանց մեծ ծավալով անդրադարձ ենք կատարել, ամբողջությամբ միանշանակ լուծված չեն այս տարվա տարեկան հաղորդման համատեքստի առնչությամբ խոսելիս եւս։ Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել
փակ կամ կիսափակ հաստատություններում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրներին, որոնք բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, իրապես խնդրահարույց են Հայաստանի Հանրապետությունում եւ ունեն լուրջ բարեփոխման անհրաժեշտություն։ Առաջին հերթին անդրադառնամ ազատությունից զրկման վայրերին, որտեղ կամ որոնց առնչությամբ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրները բազմապիսի են եւ մենք անընդհատ ենք ստանում այս խնդիրների հետ կապված դիմում բողոքներ։ Իհարկե կուզենամ ուրախությամբ արձանագրել, որ ստացած դիմում բողոքների մեծ մասը լուծում է ստանում մեր միջամտությամբ, բայց ես չեմ կարծում, որ անհատական մոտեցումները պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից նորմալ են իրավական ու ժողովրդավարական պետության համատեքստում, հետևաբար շատ կարևոր եմ համարում այս ոլորտում համակարգային բարեփոխումները, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ ինչպես նշեցի, կալանքի տակ գտնվող անձինք են մեծ թվով այդ թվում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարցեր բարձրաձայնում, եւ սա էլ նաև ցույց է տալիս այդ թվում կալանքի կիրառման պրակտիկայի խնդրահարույց լինելու հետ կապված բոլոր հնարավոր հետևանքները եւ դրա հետ փոխկապված բոլոր հնարավոր հարցերը։ Զինված ուժերում բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված խնդիրների մասին եւս խոսեցի, իհարկե կուզենամ արձանագրել, որ մենք իրապես հիմնականում մեծ թվով դիմում բողոքներ ստանում ենք փորձաքննությունների ժամանակահատվածում փորձաքննությունների արդյունքների հետ կապված եւ ելի ուրախությամբ կուզենամ նշել, որ գրեթե բոլոր դիմում բողոքների պարագայում մեր միջամտությամբ կարծես պետական մարմնի եւ քաղաքացու կամ նրա հարազատների միջև վեճը լուծում է ստացել, այն դեպքերում, երբ լուծում չի ստացել, ըստ էության հիմնականում դրանք դեպքերն են, որոնք վերաբերում են անձին արդեն զինվորական ծառայության ներգրավելուն եւ կամ հակառակը զինվորական ծառայության չներգրավվելու պատճառաբանությամբ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն եւ այս իրավիճակները ըստ էության իհարկե դատարանի կողմից գնահատման հանգամանքներ են, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ թեև այս համակարգում իրապես բարեփոխումները ակնհայտ են եղել նաեւ մեզ համար, այդ թվում ստացված դիմում բողոքների վերլուծության արդյունքում, բայց շարունակաբար պետք է կատարելագործել այդ թվում այս ոլորտում այս համակարգին վերաբերելի բոլոր կառուցակարգերը։